Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ձեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին գողմե գազմագերբված հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության երիտասարդ միապաններեն եւ միաժամանակ միջեգեղեցական հարաբերության բաժանմունքի պատասխանատուներեն հոգեշնոր Դերբսակ Վարդապետ Թեպիրջյանը, որ պիտի խոսի Լերան Քարոզին վարդապետությունը խորակրով։ Աստվածօգնական եղբայր։ Եվ աստվածօգնական եղբայր։ Այսօր հայ սուրբին հետ պիտի զրուցենք եւ քննարկենք Լերան Քարոզին վարդապետությունը, մասնավորապես գետրոնանալով Մատթեոսյան դարբերագին վրա։ Նախքան ուղղակի նյութին անցնելը կարևոր է ընդհանուր պատկերացում ունենալ Մատթեոսի ավետարանին մասին։ Հայ սուրբ, գրնակ մեզի ամփոփ կերպով ներկայացնել Մատթեոսի ավետարանին ընդհանուր կառուցվածքը։ Շատ լավ, բարի երեկո գմախտեմ բոլորիս եւ նաեւ այս արիթ գուզեմ օգտագործել շնորհավորելու նախ շնորհակալություն ցույց այս քեղեցիկ արիթին համար, որ ընձայվեցավ, որովհետեւ միասնապար զրուցենք եւ քննարկենք կարևոր նյութի շուրջ, որ այս նյութը ինչպես բոլորիս ծանոթ է Լերան Քարոզի վարդապետության մասին։ Ինչպես ասիք այսօր նախքան նյութին անցնելը պետք է ընդհանուր պատկերացում ունենանք, թե ինչպես տեղավորված այս Լերան Քարոզը Մատթեոսյան ավետարանի ընդհանուր դրամապանության մեջ։ Ուրեմն անցնելով ուղղակի հարցումի պատասխանին մի քանի կետերով կուզեմ պատասխանել կամ ներկայացնել եմ ամբողջ ավետարան այսքան ոչ շատ քիդական, ավելի ժողովրդական եւ քիդական երկու իրար խառնելով կուզեմ ներկայացնել։ Ուրեմն ինչպես ովը քրական սերի բարակային սկիզբը եւ վերջավորությունը շատ կարեւոր է, այնպես էլ ավետարանները բարակային, աստվածաշունչի բարակային։ Ուրեմն Մատթեոսի ավետարանի բարակային, երբ որ երթանք ավարտը եւ տեսնենք, Մատթեոսի ավետարանը փաց կվերջանա, այսինքն ավարտ չունի։ Այլ խոսքով Քրիստոսի ավետարանը կամ Քրիստոսի պատմությունը վերջ չունի այդտեղ, այլ փաց բադուհամը կմնա, որովհետեւ այդ բադուհանով կարողանա շարունակվի ժողովրդի եւ համայնքի կյանքի մեջ։ Ավելի հստակ դառնալու համար խաղապարը գուզեմ այդ վերջին երկու համարները մեջ բերել Մատթեոսի ավետարանին, որովհետեւ ընդհանուր խաղապար ունենանք։ Ուրեմն գսեք քնացեք այսուհետև աշակերտեցեք զամենային հեթանոսը սկացեք եւ մգրդեցեք հանուն հոր եւ որդու եւ օգնուի սրբը եւ վերջ ինչ գսե որ եւ ես ցեզի հետ պիտի լամ մինչեւ աշխարհիս վախճանը եւ շատ հետաքրքրական է որ այստեղ հրամայական բայ մգա չէ հրապարի մեջ քնացեք բայց հունարեն իր դարբերագի մեջ ոչ թե ուղղակի հրամայական իմաստ ունի այլ երթալով ավետարանեցեք եւ քարոզեցեք այլ խոսքով ավետարանը երբ որ գաբարդի փարացի իմաստով դեսնենք մենք ավարտը ադի ընթացք մնա եւ այդ ընթացքի մեջ հարուցյալ Քրիստոսը ինչպես աշակերտներու բարակային իրենց հետ եղավ եւ իրենց հրաշագործություններով իրենց քարոզախոսություններով ընթացքին միշտ իրենց հետ եղավ այնպես էլ այսօր երբ գարտանք ավետարանը նույն այդ խաղապարով պետք է ուրեմն ունենանք այս խաղապարը մեր մտքի մեջ որ Մատթեոսի ավետարանը շարունակվող ավետարան մնա ուրեմն այս առաջին ավետարանը որ դեղատրված է կամ այս նոր գդագարանի ընդհանուր շրջակիցին մեջ դարբեր քրիչներու արդատրությունն է որովհետև առաջին թարումանավանդ առաջին թարու երկրորդ կեսին եւ այլն ուրեմն Անդիոքի մեջ դարբեր քրչակրական դպրոցներ կային որոնց հիմնական նպատակը եղած էր բնականաբար ցերակիրներ ընդօրինակել եւ բնականաբար իրենց երկինդակ գար զանազան քրություններ որոնք կխոսեր Քրիստոսի պատմության եւ Քրիստոսի վարդապետության մասին սակայն խմբակիր մճուներ ուրեմն Մատթեոս ավետարանիչ որ հեղինակն է այս ավետարանին ինքը ստանցնած է բոլոր այս դարբեր տեսակի բադարիկներ որ գոյություն ունեն պատմությունները Քրիստոսի հրաշագործություններու մասին այս բոլորը հավաքած եւ առավելաբար քրիստոնեական կատեքիզմի պես բան ուսած են որովհետեւ ավելի ղարքավորված ցևով ներկայացվի ուրեմն Քրիստոսի քարոզախոսությունները եւ պատմությունները եւ այդտեղ դեղի ունեցած հրաշքներ եւ հրաշագործությունները ուրեմն ավանդությունը մեզի գսե
որ յուրաքանչյուր ավետարան ծանոթ է անունովը, ինչպես այսօր գիտենք, Մատթեոսի, Մարգոսի, Ղուկասի եւ Հովհաննեսի։ Ուրեմն շատ հետաքրքրական է, որ անունեն առաջ նախածանց մգա, որ հունարենով գսե Քաթա, Հովհաննես կամ Քաթա Մատթեոս կամ Մարգոս, այս Քաթան թարգմանաբար կնշանակի ըստ գրաբարի մեջ։ Ուրեմն այստեղ այս ըստը կամ Քաթան շատ կարևոր է, որպես մենք հասկանանք այդ դվյալ ավետարանի մարդկային շեշտավորումը։ Բնականաբար ինչպես էսի մենք կգարտանք, կհասկանանք եւ կմփռնենք միակ բարի լուրը, բարի ավետիսը Քրիստոսի կյանքը եւ Քրիստոսի հրաշագործությունները, սակայն ըստ Մատթեոսի մտածողության, ըստ Մատթեոսի հասկացած ցևով եւ գերբով։ Եվ երբ որ Մատթեոս այս գործը գլուխ հանած է, ուրեմն ինքը փորձած է նաև այս բոլորի մեջ տնել իր անձնական խաղապարներ եւ իր անձնական աստվածապանությունը մշակած այս բոլորի մեջ, օգտագործելով բնականաբար այն դարբեր բադարիկներ, որ գոյություն ունեն։ Հետևաբար այս ավետարանը ամեն բանի առաջ ուղղված է, որովհետեւ յուրաքանչյուր ավետարան հadouk audience-ի ուղղված է, հadouk ժողովուրդներու ժողովրդի ուղղված է, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ հասկանանք մանավանդ Լերան Կարոզի բարակային, որոնց մասին պիտի խոսենք։ Ուրեմն Մատթեոսի ավետարանը ուղղված է հրեյութենե դարձած քրիստոնյաներու։ Այլ խոսքով, այն քրիստոնյաներուն, որոնք ամբողջությամբ ընդունած են թեև Քրիստոս, սակայն իրենց մտքի մեջ դակավին երկույթություն կա, թեև 5 դագարանյան բաներով կուզեն առաջնորդվել, օրենքներով, մարգարեություններով, սակայն մյուս կողմի կուզեն նաև Քրիստոսի այդ լույսով փորձեն առաջնորդվել։ Ուրեմն այս երկույթության մեջ կփորձե հավասարակշռություն մբահել Մատթեոսի ավետարան։ Եվ նաև պետք է նկատի առնել, որ այս Մատթեոսի ավետարան եւ ընդհանրապես ավետարաններու բարակային բարձրապես Հիսուս Քրիստոսի գենսակրությունը չէ, որ մենք կգարտանք, այլ գենսակրությունը ըլլալ է ավելի Քրիստոսի քարոզախոսություններ ու ըշտեմարանն է, դեպոզիտն է։ Եթե պիտի նկատի առնենք, որ Քրիստոս քարոզ գխոսեր, որովհետև շատ սիստեմատիկ գերբով այնպես չէ, որ գխոսեր եւ հadouk սիլաբուս ուներ եւ գփորձեր ամեն ժողովրդի նույն բանը խոսել, ոչ, որովհետև շրջում քարոզը չէր Քրիստոս, եւ բնականաբար այս քարոզախոսությունները, բաները առաջին աշակերտները սկսան իրենց միտքը բահել։ Երբ որ իրենց միտքը սկսան բահել, ուրեմն սկսան բնականաբար երբ որ հավաքվեն, իրարու սկսան պատմել։ Եվ այսպես կամած այս խաղապարները սկսան զարգանալ եւ Մատթեոս ավետարանիչ ինքը որ խմբակիրն է, ուրեմն այս բոլոր այս հավաքածոին, որ այսօր մեր ցերկի մեջ ունենք, ինքը փորձեց մարդկային շեշտավորում մտալ այս բոլորին։ Եվ եւ հոստեղեն գծակի նաեւ բանի խաղապարը, որ նա յուրաքանչյուր ավետարան իր մարդկային բնությունը ունի իր մեջ, որ մարդկային բանացույց կուտա, որ ուղված է նաեւ մարդոց եւ մարդկության ուղված է, եւ այս մարդկային թիմակիցը նաեւ գշեշտվի, ուրեմն ընդհանուր բոլոր ավետարաններու կամ ընդհանրապես այս ավետարանի բարակային։ Ուրեմն անցնելով հաջորդ գեդին, որու մասին կուզեմ խոսել եւ անդրադառնալ, արդեն քիչ առաջ անուղագի ձևով արդեն ասի, ուրեմն առաջին քարոզություններու ընթացքին, որ Քրիստոս ուղագի ինքը անձնապես կդադարեր, այս քարոզախոսությունները սկսան գամած զարգանալ եւ հավանական են գսեն հեղինակներ, որ սկզբնավորության շրջանին, սկզբնական շրջանին ավելի ճիշտ է, գոյություն ունեցած են դարբեր ժողովածուներ, կամ գրոնական պատմություններ, կամ արակներու համարոդակրություններ, հրաշքներ, թեփքեր եւ դիրոջ խոսքերը։ Ուրեմն այս նյութերը վերամշակված են, տասավորված են եւ խմբագրված են Մատթեոսի կողմէ։ Հետևաբար Մարգոս ավետարանիչ մենք պետք է հասկանանք այն դիբարը կամ այն անձը, որ ինքը անձնապես նստած ծայրեզայր գրի արձանագրած է, ոչ ինքը չէ հորինած այս պատմությունները, այլ ինքը փորձած է գոյություն ունեցած բամը հավաքել եւ մասնակիցներ գսան, որ 70-ին 90-ի շրջանին պետք է խմբագրված լա, բայց վստահաբար 70-ին իդ, որովհետեւ այնպիսի փաստեր կան, որոնք կփաստեն, որ այդ ժամանակ Երուսաղեմի դաջարը դակավին կանգուն եղած է։ Այլ խոսքով Երուսաղեմի դաջարի քանթում են յետքը որ այս բոլոր բաները կամած սկսած են քրի առնվել։ Ուրեմն մեր եկեղեցու հայրերը կամ ընդհանրապես քրիստոնեական աշխարհը փորձած է
այս 4 ավետարանները դարբեր տեսնել եւ հասկանալ եւ թեև նախնական ժամանակներում մեջ դարբեր փորձեր կատարված են որպես այս բոլոր ավետարանները միանան եւ մեկ ամբողջություն կազմեն օրինակ կուզեմ հիշել Դիաթեսարոնը որ խմբագրված է 160-ն 175-ի միջոցին որ մի ոմն ասորի Տացիանոն ինքը հրաձե խմբագրած է սակայն մեծ դարաձում չէ կդած Այսինքն ավելի բարձ ասելու համար բոլոր ավետարանները հավաքած է եւ մեկ ավետարանը վերածած է, սակայն եկեղեցին այս գաղափարը չի ընդունած եւ շատ դարաձություն չի կդած։ Ուրեմն հետեւաբար այս բոլորը գծարայեն 4 ավետարանները եւ մանավանդ Մատթեոսի ավետարանը, որովհետեւ յուրաքանչյուր ավետարան գարտանք իր ինքնադպության մեջ, originality որ գա, իր ինքնադպության մեջ պետք է գարտանք եւ հասկանանք եւ չեն ծարայեր որովհետեւ մենք ենթադրյալ 5-րդ ավետարան մոհորինենք մեր մտքի մեջ, այլ եղած այդ քրական արժեքը եւ այդ քրական սերը, որ ուղղակի այս բարակային մեր խոսքը Մատթեոսի ավետարանի բարակայինը իմասին է, որովհետեւ հասկանանք աստվածաշնչապանական յուրահատկությունները, որ կան Մատթեոսի ավետարանին մեջ։ Ուրեմն գարկ մգեդեր կամ համարներ կան Մատթեոսի ավետարանի մեջ, որոնք ցույց կտան, որ իսկապես Մատթեոսը ինքն է հեղինակը, ուրեմն բարձրապես որ ինքը նախ թվիր եղած է եւ ինքը իր անձնական ըստորակրությունը ցիկած է ինքնակիրը գծած է ցեվոմը, ուրեմն Մատթեոս 13:52-ի մեջ գսե հետեւյալ ուզեմ քրափար դարբերակը գարտալ, վասն այսօրի գսե ամենայն թվիր աշակերտյալ արքայության երկնից նման է արն դանդերն որ հանե իքանցե յուրմե զնոր եվսին արդեն ասի Մատթեոս գուզե հինը եւ նոր իրար խառնել թե 5 դագարանյան հասկացողությունը մարգարեությունները օրենքները բաները եւ նաեւ Քրիստոսի բերած նորությունը եւ ինքը որ դարձի եկած է Քրիստոսի այս բաները լսելով որպես թվիր եւ որպես աշակերտ ինքը իր կյանք ամբողջությամբ փոխված է եւ մենք հետեւաբար կտեսնենք ընդհանրապես քրիչներու դպրոցի բարակային, որ այս քրիչները, անոնք որոնք կնստեին կգրեին, մշակույթի մարդիկ եղած էին եւ նաեւ մեծ քիրքերու մասնակիցներ եղած էին եւ այստեղ ներկայացված թվիրը, որ համարի մեջ կարտացի, ինքը դարձավ աշակերտ եւ դարձավ նաեւ Քրիստոսի հետևորդ դարձավ։ Ուրեմն այս դարբերությունները հավաքելով, ըմբռնելով եւ հասկանալով պետք է այս իմաստով դիտել Մատթեոսի ավետարանը ոչ թե այնպես որ մեկ օրվա մեջ մեկը նստած եւ ծայր գրած է ուրեմն գառուցվածքի մասին գալով ուրեմն աստվածաշնչակետներ Մարինգտոն օրինակ համար ջեզուիտ հոգեվորական ինքը մեծ աստվածաշնչակետ է ուրեմն այս գառուցվածքի մասին գխոսի ուրեմն ասի որ Մատթեոսի ավետարանը գուզե հինը նոր իրար գաբել եւ ուղղակի կտեսնենք ասի Մատթեոսի ավետարանի մեջ թիվ 5 շատ շեշտված է Օրինակ այս քարոզախոսություններու բարակային եւ որքան որ այսօրվա նույնն է լերան քարոզը 5 հատ նշանավոր մեծ քարոզախոսություններ կան որոնց մե առաջինը լերան քարոզն է որ միան երանիները չեն որ այսօր երանիներ անունով ծանոթ է այլ Գերգարի 5 6 7 առաջին քարոզախոսությունը այս է երկրորդ քարոզախոսությունը որ գա 10-րդ գլուխն է որ գխոսի արաքելության մկարոզության մասին երրորդը որ գա 13-րդ գլուխն է որ գխոսի որ գտնվի ճիշտ ավետարանին գետրոնը եւ արաքներով լեցուն է փոքր արաքներ կբատմե եւ գխոսի բնականաբար նաեւ արքայության մասին չորրորդը 18-րդ գլուխն է որ գխոսի համայնքային կյանքի մասին եւ եղբայրական եւ եղբայրասիրության մասին եղբայրական հարաբերություններու մասին եւ վերջին քարոզախոսությունը որ գա Գերգարի 23-ին 25-րդ գլուխ եւ գխոսի այն գաբի մասին որ խզված է փարիսեցիներուն հետ եւ նաեւ գխոսի հետնապանության մասին այսինքն վաղ ճանապարհության կամ էսքատոլոգիի մասին որ ինչ տեղի պիտի ունենա Քրիստոսի միևս անգամ կալուստով հետեւաբար այս բոլոր բաները այս դարերը հավաքելով մենք ինչ կունենանք մենք կունենանք այնպիսի քրական սերմը որ ինքը արդյունքը ատքի առաջ տեղի ունեցած հին բադարիկներու որ Մատթեոս ավետարանիչ ինքը բոլորը հավաքած խմբագրած է որբեսի ավելի Քրիստոսի քարոզախոսությունները սիստեմատիկ կերպով ավելի համագարկ է որ իր մեջ ունի համաչափություններ եւ կան 5 նշանավոր քարոզախոսություններ որ նաեւ այս քարոզախոսությունները գապ ունին 5 դագարանի 5 քիրքերուն հետ հնկամադյանին հետ Պենտաթեուքին հետ
որովհետև ինչպես օրենքի քիրքերուն թիվը 5 է, այնպես էլ Մատթեոս Ավետարանիչ նոր թիվ 5 մը կստեղծե, եւ այս թիվ 5-ին գուզե հadouk խորհրդապանություն մտալ։ Եվ այլ խոսքով մասնակիցներ կբացատրեն, թե ինչպես Մատթեոսի Ավետարանը նոր Թորան է, այդ նոր օրենքի քիրքն է, որում մեջ ոչ թե այդ օրենքը գա ինչ որ 5 դագարանի մեջ կար, այլ Քրիստոսի շնորհքը գա։ Այլ խոսքով քրիստոնեական Պենթաթեուքն է, որ կներկայացվի, ուրեմն ընդհանուր Մատթեոս Ավետարանի մեջ։ Այս իմաստով այս վերջին խաղապարները, որ ներկայացուցին այստեղ, գներարեն այս 5 քարոզախոսությունները, որոնք գխոսին բնականաբար նոր օրենքի մասին, նոր քարոզախոսություններու մասին, որոնք նաև պետք ունենք մեզ յուրաքանչյուրս, որպեսզի կարողանանք մեր ամենօրյա կյանքը լավաբես եւ հեզասա սերվով ընտանանք եւ որոնց լույսին տակ հետեւաբար պետք է ընդունենք, ընկալենք եւ մանավանդ հասկանանք լերան քարոզը։ Շատ բարի հայ Սուրբ, առնենք մեր առաջին թաթարը, որ մենք յետ կշարունակենք։ Անոնք, որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցումն է, որ գադարենք, հայրբսակն է, որ մեր այսօրվան հյուրն է եւ գխոսի լերան քարոզին վարդապետությունը։ Հայ Սուրբը ներկայացուց ընդհանուր պատկերացումը տվավ մեզի Մատթեոս Ավետարանի ընդհանուր գառուցվածքին մասին, նախքան նույնը սկսելը, հետեւաբար Հայ Սուրբ մեր երկրորդ հարցումը հետեւյալը բիդելա։ Խոսելով Մատթեոսի Ավետարանին ընդհանուր գառուցվածքին մասին։ Ինչպես լերան քարոզը դեղավորված է եւ ինչ թեր կխաղա այս Ավետարանին ամբողջության մեջ։ Ուրեմն շատ բարի, խոսելով ուրեմն քիչ առաջ ներկայացուցինք Մատթեոս Ավետարանի ընդհանուր գառուցվածքի մասին, բնականաբար հիմա գուզեմ ընդհանուր ձևով դեղավորել, թե այս լերան քարոզը ինչպես դեղավորված է Մատթեոսյան մտածողության մեջ։ Ուրեմն քիչ առաջ ասի, որ Մատթեոսի Ավետարանը պետք է հասկանալ, որ մեկը եկած է մեկ շնչով քրած է ծայրեծայր, ոչ, այդպես չէ։ Այլ ժամանակի ընթացքին Ադոնք հասունցած են այդ գաղափարները քրճակրական դպրոցները կողմը եւ Մատթեոսը ինքը խմբակիր եղած է։ Սակայն այս լերան քարոզի բարակային, որ նաեւ այս լերան քարոզի սկիզբը, որ այս երանիները կան եւ այդ երանիները իրենք այդ փանալի արդահայտություններն են, որ մեզ ամբողջ այս ընթացքը գարաչնորթեն։ Ուրեմն ադոնք ամբողջական ձևով պետք է հասկանալ այս երանիները, դերևս քիչ մտան բիդելա ժողովրդին համար, պետք է հասկանալ, որ մեկ անգամվա մեջ ըսած է Քրիստոս այս երանիները։ Հիմա TV մասին չեմ ուզեր խոսել, թե բիդի անդրադառնամ ավելի ուշ, սա մանրամասն չեմ ուզեր խոսել։ Ուրեմն Մատթեոսի Ավետարանի մեջ կան 9 երանիներ 8 առավել 1, Ղուգասի Ավետարանի բարակային կան 4 երանիներ եւ 4 վայր։ Ուրեմն այս երանությունները որ կան, որովհետև Քրիստոս հաջախագի գերբով բան կփոխեր, օդիենս կփոխեր եւ դարբեր շրջանակներում մեջ կկարոզեր, չէ՞։ Հետեւաբար ինքը դարբեր մտածելագերբերը փաղացած ժողովուրդներուն իրենց հասկացած ձևով պետք է խոսեր։ Այս լերան քարոզի բարակային ուրեմն կխոսի դարբեր նյութերու մասին։
կան երանիները, որ մեի հետ գա աղի մասին գխոսի, լույսի մասին գխոսի, վեճի մասին գխոսի, թշտամանքի մասին գխոսի, որ մեի հետ աղոթքի մասին գխոսի, աղոթքը հայր մերն է, ուղղակի այդ քակատն է, չէ, եթե այս լերան քարոզը Քրիստոսի մոտ անդրադառնանք, որ լեր ելավ եւ լերնեն քարոզեց այս քարոզը, ուղղակի այդ լերան քակատն է, եւ այսօր մենք մեր եկեղեցիներում մեջ արարողություններում ընթացքին ավետարաններում մեջ դարբեր հայրմերի դարբերակներ կան, մեր եկեղեցին կամ ընդհանրապես քրիստոնեական եկեղեցիները որթեքրած է Մատթեոսյան դարբերակը, որովհետեւ փախտատման մյուս դարբերակներուն ավելի ամբողջական պատկերը կներկայացնե։ Ուրեմն այս երանիները նոր այն 10 պատվիրաններն են, որովհետև փախտատականներ եղած են, թե ինչպես այս լերան քարոզի բարակային նաև նմանցված է Սինա լերան հետ 5 դագարանի մեջ։ Սակայն այն դարբերությամբ, սակայն որ ինչպես Մովսես մարգարե լեր բարձրացավ եւ ինքը ուղղակի լերնեն ըստացավ 10 պատվիրաններ եւ Աստված խոսեցավ իրեն հետ։ Սակայն այս բարակային, որբեսի փախտադական մգադարի ավետարանիչը լեր բարձրացող Քրիստոս ինքը։ Եվ այդտեղ Քրիստոս ինքը, ուրեմն քիչ վերջալ պիտի ասեմ, որ Քրիստոս սկսե փերանը բացավ եւ սկսավ ուսուցանել։ Այդ փերան բանը շատ կարեւոր է, որովհետեւ 5 դագարանի մեջ ինչպես Աստված ինքը փերան գուդար մարգարեներուն, որբեսի մարգարեները խոսեին, այստեղ Քրիստոս ինքն է անցնաբես այդ փերան եւ ինքը գխոսի։ Եվ այս երանիները եւ ընդհանրապես այս քարոզությունները մենք պետք է հասկանանք, որպես նոր 10 պատվիրանները, որ դրվեցավ ուղղակի քրիստոնեական ժողովրդին եւ առաջին համայնքներուն եւ առաջին համայնքներուն ընդմեջ են հասնելով նաեւ մինչեւ մեր օրերը։ Ուրեմն այս ցևը, որ Քրիստոս այնպես չէ որ ռիթմիկ ցևով քարոզեց կամ հրաշագործեց, այս բոլորը ժողովրդի մտածողության մեջ սկսավ գամած զարգանալ եւ նվաստեց նաեւ որպես ավանդություն մկոյանա գամած եւ այս ավանդությունը գամած դարածվեցավ եւ սերունդ բնականաբար փոխանցվեցան։ Ուրեմն այս լերան քարոզը Գերգարի 5-ն 7-րդ գլուխները եւ Մատթեոսի ինչպես 5 մեծ խոսքերուն առաջինն է եւ առաջինը հիմնական խոսքն է, որովհետեւ փանալի արտահայտություններ կան մեջ, որոնք իրենք կառաջնորդեն մեզի ամբողջ այս քարոզախոսության ընթացքին, այս որպես կարողանանք վարդապետությունը հասկանալ, չէ՞, եւ գփացվի երանություններով, երանիով գփացվի։ Ինչպես երանիները օրհնություններ չեն եւ վայերը անեծքներ չեն, նոր գդակարանի մեջ հիշվածը, այլ բարձրապես գգազմեն ներածությունը, որբեսի գադարյալ եւ ամբողջական ցևով հասկանանք քարոզին աստվածապանական փանալին եւ աստվածապանական իմաստները։ Ուրեմն բարձրապես պիտի ասեմ առաջին երանին ինչ է, գսե երանի հոգով աղքատներուն, հոգիով աղքատներուն, որովհետեւ անոնց է երկնքի արքայությունը։ Ուրեմն այստեղ Քրիստոս չսեր, որ երանելի պիտի ըլլակ, եթե հոգիով աղքատ ըլլակ։ Գսե արդեն երանելի եք, որովհետև Աստված արդեն կգործեց իր կյանքի մեջ։ Երանությունները հետևաբար ոչ թե հետևանք է մարդկային արժեքներուն, այլ Աստուծո նախաձեռնությունն է։ Այստեղ շեշտավորումը պետք չէ տրվի երանիներուն վրա, առաջին բաժնին վրա, այլ հետևանքին վրա պետք է տրվի, ոչ թե պատճառին վրա պետք է տրվի, այլ հետևանքին վրա պետք է տրվի, որովհետև այստեղ երանի ներգա ցևով օգտագործված է եւ մեջը փայ չի գա երանի հոգիով աղքատներուն փայ չի գա 5 դագարանի մեջ որ գտեսնենք Սաղմոսած գիրքը որ գսկսի երանիով երանյալը ամպից ոյ կնան հորենը ստիարան այդտեղ փայ գոյություն ունի ավելի ուշ նաեւ այս բախտadության մասին պիտի անդրադառնամ ուրեմն պետք է մենք շեշտը տնենք այդ խոստումին վրա, այդ խոստումը որ գդրվի եւ այդ երանին, որ ներգա ցևով օգտագործված է, այլ խոսքով երկնքի արքայությունը արդեն իսկ եկած է, սակայն այդ Աստուծո արքայությունը դակավին ամբողջական ցևով չէ եկած եւ մենք Աստուծո այդ արքայության ժամանակագիցներն ենք եւ պետք է փորձենք Աստուծո այդ արքայությունը ապրիլ գսե Աստուծո արքայությունը ունիք ադոր համար դուք հոգիով աղքատեք ուրեմն աղքատությունը պետք է հասկանալ որպես չքավորություն որպես բարձ ֆիզիկալ աղքատություն չէ որովհետև աղքատություն կա եւ չքավորություն կա
հիմա անոնք որոնք մասնակցած են երեգոյան ժամերկության սաղմոսը գաճա խոնարեցո դերզուն գոզի աղկատ եւ դնանգ եմ ես այստեղ աղկատ բարը նաեւ վանականներ աղկատության ուխտը գնեն եւ այն աղկատություն կնշանակե իր ունեցածեն հրաժարիլ ավելի մեծ իդեալներով եւ գաղափարներով համար այստեղ հոգիով աղկատը հայրեր կբացատրեն թե ինչպես նաեւ հավադարմություն ցույց կտա, որովհետև անձնապես եթե թունք ունեցածը ցկես ավելի մեծ արժեքներու համար եւ թուն անձնապես վստահ ես որ Աստված քեզի պիտի օգնի օգտակար դառնա, այդ ժամանակ արդեն իսկ երկնքի արքայության մեջ ես, որովհետև թուն արդեն որոշած ես այդ հոգեվոր աղքատությունը արդեն որոշած ես։ Հիմա որովհետև հաջող ժողովուրդը կհարցնի թե ինչպես այսօր մեզի միշտ ասած են որ հոգիով հարուստ լանք այստեղ հոգիով աղքատ կրված հագասություն կա կամ ոչ հագասություն չի գա այլ պետք է հասկանալ հոգիով աղքատ ավելի բարձ բացատրեմ հոգիով աղքատը պետք է հասկանալ այն անձը որ ինքը միշտ հնազանդ է որովհետև դու հնազանդ ես արդեն Աստծո արքայությունը արդեն քո մեջ է ուրեմն այս իմաստով երանիները կներկայացնեն ավետարանի բարի լուրին ամփոփումը Աստուծո ասված մարդուն գողմե եւ անոր ցանկին մեջ արդեն սկսած է կործել եւ լերան կարոզի խաղապարը գտեսնենք թե ինչպես մակլցողական գերբով գզարկանա եւ մեր մեջ նաեւ ցույց կտա որ մենք պետք է մակլցողական գերբով ընթանանք այս ցանկին մեջ որովհետեւ հրճագումներ ալ ցույց կտան չէ թե ինչպես մարդը գրնա ապրիլ նոր կյանքը եւ այդ նոր կյանքը ինչպես կապրի մարդը եթե Աստուծո արքայությունը մեջ ներկա չլա որովհետեւ ասի որ հինը նոր իրար կմիացնե եւ այս նոր կյանքը գենթատրե որ դու նաեւ հոգիով աղքատ լաս եւ գամավորապար դու մերգանաս այդ քո աշխարհիկ հարստութենը կամ ովը մեկ բան է խաղապարները մտածումները ավելի մեծ արժեքներով եւ իդեալներով համար ուրեմն ուստի երանիները ոչ թե սկիզբն է քարոզին ոչ է սկիզբն է այլ նմանցվի ուղղակի այդ քարոզության սրդին նմանցվի որովհետև գհայտնեն այն երջանկությունը որ մարդս հնարավոր կդարձնե որ մարդը ինքը անձնապես պիտի ապրի այդ երջանկությունը եւ որ ընդունի ուղղակի այս Քրիստոսի ուղղակի այս երջանկությունը կամ բարդապետությունը ընդունի հետեւաբար այս երանիները որ դեղավորված են կամ ընդհանրապես ասենք լերան կարոզը որ դեղավորված է Մատթեոսի ավետարանի մեջ եւ ճիշտ իր նմանությունը ունի ծննդոց գիրքը ինչպես թիվ 5-ի վրա գառուցված է եթե առաջին քարոզությունն է մեզ գհրավիրը որովհետեւ մենք հոգիով եւ սրտով նոր ստեղծագործում նոր արարչություն ապրենք բնականաբար չէ որովհետեւ կարողանանք խորը թափանցել եւ ինչպես այս քարոզախոսություններում մեջ Քրիստոսի մակլցողական խաղապար մգան ինչպես ասի որովհետեւ կարողանանք այս բոլորը լավապես հասկանալ եւ ըմբռնել շատ բարի այսօր առնենք մեր երկրորդ տատարը որ մենք հետ կշարունակենք
Շատ բարի հայ Սուրբ, ուրեմն մեր երրորդ բաժինը եւ վերջին բաժինն է։ Այս բոլոր բացատրությունները, որ քիչ առաջ դվիկ նկատի ունենալով, ինչպես պետք է հասկանալ Լերան Քարոզին մեջ ներկայացված երանությունները, այսօր հատկապես մեկ առ մեկ, թե իբր մեկ ամբողջություն։ Արդյոք կարելի է կապը հաստատել Մատթեոսի ավետարանի մեջ գտնվող երանություններուն եւ Ղուկասու ավետարանի մեջ ներկայացված երանություններուն միջև։ Ուրեմն բնականաբար այս գաբերը կարելի է գծել երկու տարբեր ավետարաններուն միջև ներկայացված երանիներուն։ Ուրեմն Մատթեոսի ավետարանի մեջ, որ բնականաբար այսօր գետրոնացանք Մատթեոսյան տարբերակին վրա, ինչպես էսի կգրկնեմ դարձյալ, որ հիշված են 8 երանիներ, 8 առավել 1, որովհետև վերջին երանին բարձրապես նխոսի հալածանքի մասին, որ պետք է գրե Քրիստոսի հետևորդը եւ այլն։ Ուրեմն ներկայացված են 8 երանիներ եւ այս 8 երանիները Քրիստոս գուսուցանե եւ Փերանը փանալով գուսուցանե Լերան վրա են, Լերնեն գուսուցանե։ Եվ նույն այս առաջին երանությունը ճիշտ նույն ցևով գրնանք համեմատել Ղուկասի ավետարանի մեջ ներկայացված առաջին երանին հետ, որ նույն ցևով գրված է, գսե երանի աղքատած հոգվով զինոցայը արքայություն երկնից։ Ուրեմն այստեղ առաջին երանին, որ նաև նույն խոստումը ունի առաջին երանին եւ 8-րդ երանին, գսե որ որովհետև իրենց է երկնքի արքայություն, նոցայը արքայություն երկնից, նույն խոստումը ունին եւ ներկայացված է ներգա իրավիճակի մեջ։ Այլ խոսքով Աստուծո արքայությունը արդեն իսկ ներկա է, այս իմաստով պետք է հասկանալ։ Երկրորդ երանի են մինչև 7-րդ երանի նախ ներկայացված է երրորդ դեմ կոկնագի, գսե անոնց գսե եւ առավելաբար աբարնի իմաստունի իրենք բիդի ժառանգեն, բիդի հակենան, բիդի գտնեն, բիդի տեսնեն, բիդի գոչվեն։ Եվ այս ներգայի եւ աբարնիի այս իրարու միացումը երբ որ նկատի ունենանք, շատ հետաքրքրական պատկեր ունենանք մեր առջև։ Ունենանք այն պատկերը, որ Աստուծո արքայությունը արդեն իսկ եկած է եւ այստեղ է, սակայն ամբողջությամբ չէ։ Եվ եկեղեցին ինքն է որ մեզի գոքնե, որպես Աստուծո արքայության ամբողջական պատկերը ունենանք եւ հասկանանք։ Ղուկասի ավետարանի մեջ կան 4 երանիներ եւ 4 վայեր։ Ուրեմն ինչպես ասի, վայերը անեծքներ չեն եւ օրհնությունները երանիներ չեն եւ երանիներ օրհնություններ չեն եւ Ղուկասինի բարակային օգտագործված է երկրորդ թեմ կողնագի այսինքն շատ ավելի ուղիղ իմաստ ունի եւ Ղուկասի բարակային Քրիստոս ոչ թե Լերնեն գսել էր անկարոզը այլ Լերնեն երբ որ վարգիչն է եւ գտեսնե ժողովուրդը հավաքված եւ երանիներ այդ ժամանակ կսկսի խոսել երկու պատկեր կա Ղուկասի բարակային Քրիստոս հավասար գխոսի մարդկային հարություններով վրա հիմնված երանի է իսկ Մատթեոսի բարակային առավելաբար բարձունքը գխոսի եւ այդ բարձունքը եկեղեցին ինքը որովհետեւ այս երանիները առավելաբար գտնանք ամբողջական ցևով հասկանան եթե նաեւ նկատի ունենանք եկեղեցու ընդհանուր մտածողությունը խորհողությունը որովհետեւ եկեղեցու մեջ է որ Քրիստոս ուղղակի լերը եթե եկեղեցին է Քրիստոս այդ լերան վրա ուղղակի այդ երանությունները կկարոզե եւ նաեւ այսօր մեզի կփորձե ուսուցանել իսկ 5 դագարանի մեջ երանիներու բարակային դարբեր իմաստ ունեին ինչ դարբեր իմաստ ուներ ուրեմն առաջին Սաղմոսի բարակային որ քիչ առաջ ակնարկեցի Սաղմոս 1:1 առաջին համարը գսե որ երանյալ այր որ ոչ քնած ի խորուրդս ամբարշտած Ուրեմն երանյալ է փայը, սակայն նոր գդագարանի մեջ երանի փայը որ գհիշվի փայ չունի, այլ առանց փայի օգտագործված երանի է։ Ուրեմն այստեղ չեմ ուզել շատ մանրամասնություններով մեջ մտնել, սակայն բարձրապես կուզեմ բզդիկ խաղապարը դալ որպես մեր ընկերները, ագանտիրները ընդհանուր խաղապարը ունենան, եկած է եբրայերեն աշրայի բարեն։ Եվ նաև այս եբրայերեն աշրայի բարը Եկած արմատ փայեմը, փարեմը եբրայերեն, որ աշարն է,
A, Չ եւ R։ Այս 3 դարեր երբ որ միացնենք, արմատ 3 դարեր երբ որ միացնենք, մենք ինչ կունենանք։ Ոչ թե կունենանք այն խաղապարը, որ մեկը իսկապես երանի է, այն կնշանակի այս 3 դարերը կնշանակի թեպի արչև երթալ, պրոգրես ապրիլ եւ հարաճխաղած արձանագրել։ Հիմա երանյալ է եւ այդ է պատճառները մեկը, որ հայերենի մեջ ինքը փայ օգտագործված է, լսե երանյալ է։ Իսկ նոր գդագարանի բարակային այս երանին, որ գրված է, որ ինչպես գիտենք Մակարիոսն է, որ երանի կնշանակի, սակայն այս բանի մեջ պետք չի հասկանալ այն անձը, որ ինքը ուղղակի օրհնված է, այլ առավելաբար ստատիկ իմաստ ունի, այսինքն դեղը գեցած իմաստ ունի եւ ինքը այդ դեղը գենալով հանդերձ գվայլի Աստուծո օրհնություններ այս բարակային 5 դագարանի մեջ ավելի թեպի արչև երթալու խաղապար կա, նոր դագարանի մեջ ավելի դեղը գենալու խաղապար մը կա։ Այս երկու խաղապարները իրար միացնելով մենք շատ լավ մոզաիկ մը կստանանք, որ այն անձը, որ երկինքի արքայությունը ընդունած է, նախ ինքը արչև պետք է երթա, որպեսզի ընդունի, եւ ով որ ընդունի, չի գնար իր գեցած դեղը գենալ, բնականաբար արչև պետք է երթա։ Այս երկու արչև երթալու եւ գենալու այստեղ ուղղակի ուղիղ ցևով գենալու որպես ընդունի Աստուծո օրհնություն այս երկու բանին կոնտրաստները եւ այս խաղերը կան իրար հետ։ Ղուգասի ավետարանի բարակային երանիները ուրիշ իմաստ ունեն ամբողջապես։ Ուրեմն Ղուգասի բարակային իմաստը այն է, որ դու պետք է գանք առնես, գենաս, ստապ մանես այդտեղ։ Որովհետեւ Ղուգասի ավետարանը շատ շարժուն ավետարան է, առավելաբար դիբարները որ կան Ղուգասի ավետարանի մեջ, վազվզուկի մեջ համար գերտագուկա եւ այլն իրար անցում կա այդտեղ Ղուգասի ավետարանի մեջ դիբարներու իմաստով գսեն բնականաբար, չէ՞։ Եվ այդ մարդկային գյանքի ակնոցով առավելաբար դիտված է։ Եվ ադորմար երանիները Քրիստոս լերնենք եւ մարդկային մագարտակով կփորձե խոսել այդտեղ։ Եվ այդտեղ մեզ ասել գուզե, որ եթե մենք գյանքի հեվկով շատ տարված ենք, այս երանին քեզի մեկ հատ reminder մնա, որովհետեւ դու մեկ հատ գենաս։ Եվ մտածես, եթե սխալ բան մրած ես, նո, ես պետք է գնամ, որովհետև խոստում տված է Աստված ինձ, որ արքայություն իմս է։ Եվ ադորոմար շատ կարևոր է Ղուգասով հասկանալ երանին, որ կնշանակե պետք է գենաս, այս առօրյա կյանքիդ մեջ պետք է գենաս եւ այդպես արքայությունը ընդունես, Մատթեոսի բարակային արդեն դու գեցած ես, որովհետև գեցած ես Աստուծո արքայությունը արդեն մեջ է։ Երկու տարբեր իմաստներ ունեն։ Ուրեմն Մատթեոսի բարակային, ինչպես էսի գսկսի երանին եւ փացիալ էսպերան յուր ուսուցանել այդ փերանի խաղապարի մասին խոսեցա, որ ուղղակի փերանը եկեղեցին ինքը եւ այսօր եկեղեցին ինքը գխոսի իր ավետարանի ջամփով, գխոսի իր եկեղեցապանության ջամփով, իր վարդապետության ջամփով եւ ուղղակի արարողություններու ջամփով, ձեսի ջամփով Ձեսի մեջ կսենք, չէ, ասի ասված կխոսի այդտեղ եւ ոչ թե հոգեվորականը կամ սարգավակ ինքը կգարտա այդ ավետարանը, բնականաբար ասված կուտա այդ փերան այդ անցին եկեղեցու սպասավորին, սակայն այդտեղ են քարոզվողը, խոսողը Քրիստոսի խոսքը ինքն է։ Ուրեմն աշխարհակրական իմաստով Մատթեոսի բարակային լերը շատ խորուն խորհրդապանություն ունի, այդ բարձունքը շատ կարևոր է, որովհետև այդ բարձունքի մեջ կա խորուն աստվածաբանական իմաստներ, խաղապարներ եւ կարելի է շարքը շատ երկարել եւ փախտադականներն էլ այն բոլոր բարձունքներ ունակ Սինա լերան մասին ակնարկեցի, որ ինչպես լերան բարձունքը հասնելով ինքը ստացավ բադվերաններ այդ լույսը ստացավ եւ այսօր այս լերան քարոզը ուղղակի գտարնա այն լույսը, որ մեզ կհրավիրե, որովհետեւ այդ լույսով ուրեմն մենք կարողանանք ապրել։ Ղուգասի բարակային ինչ կնե, ուրեմն Քրիստոսի լերնեն գիչն է եւ գսե որ եւ նա ամփած զաչը սյուր աչքը երկինք բարձրացուց։ Քրիստոս Մատթեոսի բարակային փերանը կփանա, Ղուգասի բարակային աչքը
երկինք թեպի վեր կբարձրացնի, որովհետև ինքը իջածը չէ լեռնեն, վեր կբարձրացնի եւ գսկսի ուսուցանել։ Ուրեմն այս դարբեր գետերը կամ դարբեր խաղապարներ հավաքելով հետեւյալ ցևով կգնանք պատասխանել այս հարցումին, որ այո, բազմաթիվ նմանություններ կգնանք ստեղծել Մատթեոսի դարբերագին եւ Ղուկասի դարբերագին, այս դարբերությունները լեզվական դարբերություններ ըլլալեն ավելի եւ ատկեվեր նաև այդ խաղապարական իմաստը գուտա, չէ, որովհետև ինչպես էսի պետք է հասկանալ դարբեր ավետարաններու շրջակիցը պետք է հասկանալ դարբեր շրջակիցներու մեջ պետք է դիտել եւ ըմբռնել դվյալ թեփքը քարոզությունը, որովհետեւ կարողանանք լավ պատկերը եւ լավ խաղապարը ստանալ։ Հետևաբար այս իմաստով այսօր իսկալով այսօրվա մեկ առ մեկ պետք է հասկանալ թե ամբողջությամբ պետք է հասկանալ ես կսեմ որ որովհետև այս երանիները ինքը մեծ դիսկուրս չէ որ Քրիստոս մեկ անգամ նստեցավ եւ կամ սկսավ ուսուցանել որովհետև գսե Քրիստոս նստած ուսուցանեց որովհետև ինչպես 5 դագարանի մեջ գնստեին Մովսեսի աթորին վրա Ահարոնի աթորին վրա եւ այդպես նստելով քարոզելը ուրեմն հեղինակություն էր եւ Քրիստոս շատ հաճախ ինքը նստած կկարոզեր եւ նստած կուսուցաներ որ նաեւ խորուն իմաստներ ունի ուրեմն այս բոլորը պետք է հասկանալ թե մեկ առ մեկ զատ եւ թե իր ամբողջության մեջ եւ այս բոլորը մեզի գոքն է որպեսզի հասկանանք մեկ առ մեկը կամ ամբողջությամբ եկեղեցին հիմա դեռ մգսե որ Երանի սքավորներուն Երանի անոնք որոնք բիդլան եւ այլն գուլան որովհետեւ իրենք պիտի ժառանգեն իրենք պիտի հակենան այնպես չէ որ քրիստոնեությունը մազոխիզմ բանը գտաստի արագը եւ այլն ոչ որովհետեւ իրենք պիտի ժառանգեն եւ որովհետեւ իրենք արդեն այդ դժվարություններն անցած են այդ է բաժարը որ իրենք պիտի ժառանգեն այսինքն Երանի չի դերվիր այն մարդոց որ Երանի հեզերուն Երանի չարչարվողներուն այնպես չէ որ տուն ուղղակի պետք է երթաս չարչավից որպես Աստծո արքայությունը կամ երկինքի արքայությունը ժառանգես կամ հակենաս ոչ շեշտավորում ինչպես էսի երկրորդ բաժնին վրա պիտի թրվի այս իմաստով ես գհրավիրեմ բոլորս որպես այս իմաստով փորձենք հասկանալ եւ ըմբռնել այս երանիները որպես կարողանանք նաև մեր մարդկային կյանքը մեր ընկերային հասարակական կյանքը լավ ձևով կարողանանք ապրել չէ շատ բարի վերջապես հայ սուրբ ինչ սրդի խոսք ունի ասելիք մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն ուրեմն այս ընդհանուր այս հայդակրի լույսինդակ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ ընդհանուր գերբով ծանոթանալով շատ ամփոփ եւ շատ հագիրճ ձևով գերբով ծանոթանալով Մատթեոսի ավետարանի ընդհանուր այս կառուցվածքին եւ մանավանդ շեշտը տնելով այս լերան կարոզի վարդապետության մասին որ նաեւ ուսուցում մնա չէ մերորիա մեծ կարոզություններ կբարունագի իր մեջ պետք է լավապես փորձենք հասկանալ եւ հասկանալու համար պետք է մենք աշակերտի ղարքավիճակի մեջ ըլլանք աշակերտի ղարքավիճակի մեջ ըլլանք եթե աշակերտափար մենք կգարտանք այս բոլորը եւ ոչ թե փանանք եւ ընթերցենք եւ մենք որպես մասնակիցներ գարտանք որովհետեւ մասնակիցը Քրիստոսինք է եւ ինքը կքարոզե եւ ինքը գուսուցանել էր անկարոզը մնայուն գերբով նույնիսկ եթե փարացորենս նույնիսկ եթե նոր գդագարանը փակ է Քրիստոս կշարունակե քարոզել չենք կրնար թատրեցնել Քրիստոսի քարոզությունը ավետարանը կոչելով կամ լապտոպը կոչելով որ մեջը գրված է օրինակ համար Աստծո խոսքը կամ Աստվածաշունչը կա ուրեմն այդ իմաստով պետք է այս բոլոր խաղապարները նկատի առնելով այս ցևով ես կգարձեմ նաև մոդեցման ցևերեն մեկն է չէ որովհետեւ կարողանանք լավ ցևով ապրել մեր մարդկային այս հարաբերական կյանքը ուրեմն կգտնվենք նա մի քանի շաբաթեն պիտի մտնանք արդեն մեծ բակ եւ այս մեծ բակի նախորյակին սիրելի ագընտիրներ եւ ունգընտիրներ այս խաղապարներով գարաչարկեմ որովհետեւ բոլորս մտածենք Քրիստոսի քարոզությունների մասին եւ եթե մարդկային օրեն սխալներ կործածենք մեղքեր կործածենք որ բնականաբար որպես մարդ կրնանք կործել կամ կրնանք մեղքի կամ ցախորտության մեջ ինալ եւ այս երանիներ ես կգործեմ փանալի այն նախատասություններն են որոնք մեզ գրնան առաջնորդել այն մեծ ուսուցիչին որ Քրիստոսի դիբարը ինքն է ճշմարիտ քարոզիչ ճշմարիտ վարդապետը որովհետեւ կարողանանք մեր մարդկային կյանքը լավապես ապրել որովհետեւ կարողանանք այս ընդհանուր լույսի տակ նաեւ մեծ բակի այս շրջանը թևագողել եւ պատրաստվել բնականաբար գամած որովհետեւ բոլորս միասին թևագողենք այս օրհնյալ շրջանը շնորհակալություն եղբայր վարձկենիտ կդար Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե Փագելի առաջ մեր հայդակիրը սիրելիներ ագանչալուրը լանք
Թավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Ինչու չարությամբ գբարձենաս ամպարդավան մարդ, մնայուն նախադինք դառնալով Աստուծո, չարիքներ գխորիս, լեզվովդ կվիրավորես սուր ածելիի պես եւ նենկություն գնես, փարիկեն ավելի չարիք գսիրես, ճշմարտությունը խոսելեն ավելի սդությունը, գսիրես գործանիչ խոսքերը, տուն նենկավոր լեզու, ուստի Աստված քեզ հավիդյան պիտի գործանե, պիտի բռնե ու խլե քեզ քուդունետ, արմադախիլ պիտի ընե քեզ ողջերու աշխարեն, արդարները պիտի տեսնեն ու վախնան, պիտի ծիծաղին քու վրատ եւ պիտի ասեն, ահա այն մարդը, որ զասված իր ապավենը չդարձուց, իր անփավ հարստության վստահեցավ եւ չարության մեջ փնտրեց իր զորությունը, բայց ես Աստուծո դան մեջ դնգված բդղալից ցիտենի մնեմ, Աստուծո սիրուն գվստահիմ արհավետ, քեզի հավետ կողություն պիտի հայտնեմ ով Աստված, ինձի իրաց քու փարիկներուդ համար եւ քու անունդ ու փարությունդ պիտի հրճագեմ ներգայությանը անոնց, որոնք քեզի հավատարիմ են, ամեն։ Փարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն։